Գարեգին Նժդեհ, պատմություն 1 րոպեում։ Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականին Նախիջևանում, համեստ հայ ընտանիքում։ Փոքր տարիքից նա հասկացել է, ազատությունը չի տրվում, այլ դրա համար պայքարում են։ Ռազմական կրթություն ստանալուց հետո Նժդեհը իր կյանքը նվիրել է Հայաստանի համար պայքարին։ Նա մասնակցել է հայ ազատագրական շարժմանը, պայքարել Օսմանյան կայսրության դեմ, պաշտպանելով հայկական հողերն ու ժողովրդին բնաջնջումից։ Ցեղասպանության ողբերգական տարիներին Նժդեհը կազմակերպել է դիմադրություն, գլխավորել կամավորական ջոկատներ և դարձել անսասան կամքի խորհրդանիշ։ Նրա ամենամեծ պայքարը Սյունիքի պաշտպանությունն էր։ Երբ թշնամիներն ու քաղաքական ճնշումները սպառնում էին զիջել տարածաշրջանը, Նժդեհը համախմբեց ժողովրդին և հռչակեց Լեռնային Հայաստանը անկախ հանրապետություն։ Իր նպատակասլացության շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում, բայց նա կռվել է ոչ միայն զենքերով։ Նժդեհը ստեղծել է ցեղակրոնության գաղափարախոսությունը, ուսմունք ազգային արժանապատվության, տոկունության և նախնիների նկատմամբ պատասխանատվության մասին։ Նրա գաղափարները ձևավորել են հայերի սերունդներ։ Նա հալածվել է, բանտարկվել և մահացել գերության մեջ, բայց չի կոտրվել։ Գարեգին Նժդեհը հասել է ամենակարևորին։ Նա Հայաստանից հեռացել է հողով, գաղափարով և այն մարդու օրինակով, որը երբեք չի դավաճանում իր ժողովրդին։